ժողովրդության նախագահ Հենիկ Դանելյանին։ Սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։ Այստեղ ենք ասելու, որ եվրոպական տարբեր կառույցներ լռության ուխտ են վերցրել, որ չարձանագրեն այն վայրագությունները և այն գործողությունները, որոնք ընդհանրապես կապ չունեն մարդու իրավունքների հետ։ Հայաստանում խոշտանգվում են մարդու իրավունքները, Հայաստանում չկա խոսքի ազատություն և այս ընթացքը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ։ Արդարադատության պատասխանատուները ասում են, որ չկա օգտագործված քաղբանդարկյալ եզրույթը տարբեր միջազգային զեկույցներում, բայց դա կամ անտեղյակություն է, կամ միտումնավոր հանրության հայացքը շեղող մանիպուլյացիա։ Տասնյակ դեպքերում, Արմեն Աշոտյանի դեպքում, Նարեկի Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյանի դեպքում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարձակումների դեպքում կան հստակ արձանագրումներ եվրոպական տարբեր կառույցների կողմից, որ այո, Հայաստանում գործողությունները իրականացվում են քաղաքական հետապնդումների ներքո։ Քաղաքական հետապնդումները ենթադրում են այն գործողությունները, որոնք տեսնում եք այսօր։ Այսօր տասնյակ են մարդկանց նկարները, ում աջակցության համար մենք այստեղ ենք։ Շատ շնորհակալ ենք, որ Եվրոպայում տեղադրել եք հայոց այբուբենը, բայց այստեղ ենք նաև հիշեցնելու ձեզ, սիրելի գործընկերներ, որ այդ այբուբենի պահապանները, մեր տառերը, մեր խոսքը սերնդեսերունդ փոխանցողը եղել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեր հայրերը, հայ առաքելական եկեղեցին է այսօր հասցրել մեր այբուբենը այստեղ, որ դուք տեղադրել եք Եվրոպայում, բայց չեք խոսում այն բանի մասին, որ այսօր սրբազանները քաղբանդարկյալ են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում տասնյակ եկեղեցականներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությամբ զբաղվելը վտանգավոր է այն պատճառով, որ կարող ես հստակ խոսքի համար, բացառապես խոսքի համար դատապարտվել և դառնալ կալանավոր։ Կալանքը Հայաստանում օգտագործում է որպես պատժի միջոց և այդ պատժի միջոցին այս տասնյակ մեր հայրենակիցները ենթարկվել են։ Ենթարկվել է պատժի միջոցի նաև իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բարերար Սամվել Կարապետյանը, սրբազանները, տասնյակ քաղաքական բանտարկյալներ, Արտուր Սարգսյանը, այստեղ ենք ի աջակցություն և այստեղ ենք ասելու, որ լավագույն գնահատականը քաղաքական բանտարկյալների գոյության դա հայ ժողովրդի խոսքն է և այս խոսքը ասում է հայ ժողովուրդը, որովհետև Հայաստանում խոսքի համար, բառի համար կալանավորվում են մարդիկ։ Ազատություն! 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 Freedom! 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 Սիրելի հայրենակիցներ, այժմ խոսքը փոխանցում եմ հայ դատի ներկայացուցիչ Ղուկասյան, Գևորգ Ղուկասյանին։ Սիրելի հայրենակիցներ, ինչի համար ենք մենք այսօր այստեղ։ Մենք այսօր այստեղ ենք, որ արդարության մեր ձայնը բարձրացնենք։ Մենք այսօր այստեղ չենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման եվրոպական կառույցներից քաղաքական զորակցություն ակնկալելու համար։ Մենք այստեղ չենք Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտություն ակնկալելու համար։ Առհասարակ Հայաստանում ընդդիմությունը որևէ կենտրոնից ներքաղաքական միջամտություն չի ակնկալում։ 2001 թվականին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը սահմանել են 4 չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի անձը, արդյոք քաղաքական բանտարկյալ է, թե ոչ։ Բոլոր մեր ընկերների նկարները, որոնք այսօր այստեղ պահված են, նրանք բոլորը բավարարում են այդ 4 չափորոշիչներին։ Մենք Հայաստանում այսօր ունենք աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, եւ մեր ակնկալիքն է, որ մեր եվրոպացի գործընկերները եւ առաջին հերթին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, որը ի պաշտոնե պարտավոր է խոսել այս մասին, տալ քաղաքական գնահատական, Հայաստանի իշխանություններից պահանջել վերջ տալ դատական համակարգի քաղաքականացմանը, վերադառնալ օրենքի գերակայության տիրույթ։ Եվրոպական կառույցները չպետք է թույլ տան, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն այդ միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն հավատացել ենք եվրոպական արժեքներին, որովհետև այդ արժեքները հիմնված են եղել իրավական հենքի վրա։ Մենք չենք հավատացել այդ արժեքներին, մենք չենք գնացել այդ արժեքների հետևից, մենք եվրոպական ինտեգրացիայի չենք գնացել աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այդ արժեքների հետևից գնացել ենք Հայաստանում ժողովրդավարություն ամրապնդելու համար, Հայաստանում օրենքի գերակայություն ամրապնդելու համար։ Եվ այսօր մեր եվրոպացի գործընկերներից մեր ակնկալիքը հետևյալն է, որ Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վրա աչք չփակեն աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ ելնելով, այնպես ինչպես մենք եվրոպական արժեքների հետևից գնացել ենք առանց աշխարհաքաղաքական նպատակահարմարության։ Եվ մեր այսօր մեր պահանջը շատ հստակ է՝ խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Եվ նաև վերջին իրադարձությունները, որոնք տեղ են գտել Եվրոպայում, եւ հատկապես Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից 3 ընդունված բանաձևը, որտեղ հստակ խոսք կա հայ գերիների մասին, արցախահայության վերադարձի իրավունքի մասին, հույս է ներշնչում, որ համապատասխան աշխատանքի հետևողականության դեպքում մենք կարող ենք եվրոպացի մեր գործընկերներից կամ նրանցից ոմանց բերել այն դաշտը, որ նրանք խոսեն իրավունքից, խոսեն արդարությունից, խոսեն իրավունքի գերակայությունից եւ այն բոլոր խնդիրներից, որոնք տեղավորվում են եվրոպական արժեքների համատեքստում։ Այսօր մեր պահանջը շատ հստակ է. խոսեք արդարությունից առանց քաղաքական նպատակահարմարության եւ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն! Այժմ